ընդհանուր գնահատել է։ Երեք հանձնաժողովը քննում էր հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներին։ Ավելի քան 13 ժամ հարցուպատասխանից հետո այդպես էլ պարզ չդարձավ։ Ի վերջո, ով է զբաղեցնելու Սասուն Խաչատրյանի հրաժարականից հետո արդեն 3 ամիս թափուր մնացած աթոռը։ Մրցույթին մասնակցած 5 թեկնածուից բարեվարկության շեմը կարողացավ հաղթահարել 3-ը։ Պետրոս Մարտիրոսյանը, Արթուր Նահապետյանը եւ Գևորգ Քոչարյանը։ Նրանց թեկնածությունը կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարությանը, կառավարությունը նրանց մեկին կնշանակի հավանաբար, եթե կնշանակի Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Իսկ ին սկզբունքով է կառավարությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի ընտրելու 3 թեկնածուներից մեկին։ Ըստ օրենքի բարեվարկության 300 միավորի շեմը հաղթահարած բոլոր անձինք քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նախկին ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը կարող են հավակնել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնին։ Մրցութային խորհուրդը ինչ որ առումով ֆիլտր է։ Օրենքի համաձայն մրցութային խորհրդի ֆունկցիան է թեկնածուներից ընտրել 2 կամ 3 թեկնածու եւ ներկայացնել իրենց կառավարության, որ կառավարությունը այդ 2 կամ 3-ից ընտրի մեկին։ Կար 5 թեկնածու, 5-ից 2 ուղղակի շեմը չհաղթարեցին եւ մյուս 3-ը մեխանիկորեն ներառվեցին ցուցակում։ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ կետերը սահմանում են թեկնածուների ցանկը կազմելուց հետո 2 օրվա ընթացքում խորհուրդը կառավարությունը ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը, ինչից հետո կառավարությունը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում եւ համապատասխան որոշում է կայացնում խորհրդի կողմից թեկնածուների ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում, սակայն օրենքում հստակ չի ասվում, ինչ չափորոշիչներով է որոշվում հաղթող թեկնածուն։ Որովհետեւ հստակ չափորոշիչ չկա, որով որ կառավարությունը պետք է առաջնորդվի, կան տարբեր չափորոշիչներ տեսականորեն, որոնցով որ կարող է կառավարությունը առաջնորդվել, օրինակ չգիտեմ ով է ամենաբարձր բալը հավաքել, ով չգիտեմ ունի ամենաերկար ստաժը կամ տարբեր չափանիշներ կան, բայց այդ չափանիշներից ոչ մեկը, չգիտեմ, կառավարության համար պարտադիր չի, կառավարությունը ազատ է որոշել, թե այս 3 թեկնածուներից որ մեկին է նշանակում, որոնք եկեք հասկանանք, որ քանի որ Հայաստանում կառավարությունը կոալիցիոն չի, միակուսակցական կառավարությունը, դա ավելի շատ երևի Նիկոլ Փաշինյանը հենց պետք է որոշի։ Իսկ ինչ կատարվեց 3-13 ժամվա ընթացքում, ինքնաառաջադրված 5 թեկնածուներից յուրաքանչյուրն ավելի քան 2 ժամ պատասխանում էր խորհրդի հնչեցրած հարցերին։ Պետրոս Մարտիրոսյանը անդրադառնալով Կարեն Կունգուրցևի աղմկահարույց գործին, որի ժամանակ զբաղեցնում էր մեղադրող դատախազի պաշտոնը, պարզաբանեց։ Ցավալի է, որ այդ մարդը տևական ժամանակ արգելանքի տակ է մնացել։ Ինքը արդարացված է, որովհետեւ մեկը չի կարող դնի կասկածի տակ իր անմեղությունը։ Ցավալի է նաև, որ այդ արարքը կատարվում է այս պայծրությամբ ազատության մեջ է կամ չգիտեմ կոմիտե մահացել է կամ ինչ է եղել, բայց չգիտենք ով է այդ մարդը։ Դա եւս իր երթին ցավալի է։ Մարտիրոսյանի կենսագրությունից միայն Կունգուրցևի գործը չէ, որ խորհրդի կողմից ուշադրության արժանացավ։ Կարծում եմ չեք հերքելու, որ օրեր առաջ երբ որ գնացել եք Մոսկվա, մասնակցել եք հենց իր ԶՊՄԿ-ի տնօրենի ծնունդին։ Ինչ կասեք ում հաշվին եք մեկնել։ Բացարձակապես իմ հաշվին։ Չեք կարծում, որ հանրության մոտ կարող է թույլ տպավորություններ կամ առնվազն հարցեր առաջացնել, եթե տեսչական մարմինները համակարգող օրգանի ղեկավարը մասնակցում է ամենամեծ գործատուի ծնունդին, մի գործատուի, որի ենթակաները այդ պահին, հազարավոր ենթականեր այդ պահին դուրս են եկել ձեզ վստահ եմ հարազատ Կապանի եւ Քաջարյանի փողոցներ։ Բարեվարկության շեմը հաղթահարած հաջորդ թեկնածու Արթուր Նահապետյանի կենսագրությունից հանձնաժողովին հետաքրքրեց քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ մտերմության դրվագը։ Ֆակտոր TV-ի հարցինի պատասխան պարզ դարձավ, ոչ միայն ընկերական։ Դուք նշեցիք, որ Արգիշտի Քյարամյանի հետ 10 տարուց ավել է մտերիմ հարաբերություններ ունեք, իսկ ճիշտ է Քավոր Սանիկական։ Այո, ես չեմ հերքում։ Ով ում Սանիկն է։ Ես պարոն Քյարամյանի Սանիկն եմ։ Նահապետյանի կինն աշխատում է ազգային անվտանգության ծառայությունում։ Իոնեսյանը հարց բարձրացրեց. Չի խանգարի կնոջ պաշտոնը։ Իսկ ինչ վերաբերում է ապագայի իրադարձություններին, ես չեմ կարող դրանք կանխատեսել, բայց նորից եմ նշում, որևէ կաշկանդող անգամ
կաշկանդվող անձ իմ համար գոյություն չունի։ Նկատենք, որ 5 տեխնացուներից ամենակարճ քննությունը Նահապետյանինն էր, ինչը չեն կարող ասել բարեվարկության 300 միավորի շեմը հաղթահարած նախկին ավագ դատախազ Գևորգ Քոչարյանի մասով։ Խորհուրդը նրան այսպես ասած հարցաքննեց մոտ 3 ժամ։ Ուշագրավ է, որ Քոչարյանի դեպքում հարցեր ուղղելու եւ պարզաբանումներ ստանալու մեծ ակտիվություն էր ցուցաբերում գլխավոր դատախազության ներկայացուցիչ Էդգար Արսենյանը, որը նախորդ 4 տեխնացուների դեպքում առավել պասիվ էր։ Վերջինս ընդամենը 2 ամիս առաջ Քոչարյանի հետ միասին մասնակցում էր գլխավոր դատախազի տեղակալի համար անցկացվող մրցույթին։ Հաղթել էր հենց ինքը Արսենյանը, իսկ Քոչարյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից։ Մրցույթի արդյունքներով ես չեմ հաղթահարել մրցույթի այդ շեմը, ինչի արդյունքների հետ հաշվի եմ նստել, իմ կողմից չի բողոքարկվել եւ պատասխանատվության մասով կարծում եմ այսքանը, ինչ վերաբերում է խնդիրներին, որևէ խնդիր չունեմ դատախազության որևէ աշխատակցի հետ, այդ թվում նաև ղեկավար կազմի հետ, մասնավորապես եւ հատկապես գլխավոր դատախազի հետ։ Քոչարյանի կենսագրության մեջ ուշագրավ էր 44-օրյա պատերազմին մասնակցությունը որպես կամավոր։ Նախկին դատախազի խոսքով առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել ժամանակից շուտ վերադառնալ ճակատից, ինչի մասով նաև իրավական գործընթաց է սկսվել։ Հենց այս հանգամանքը նաև շոշափեց Քոչարյանի նախկին գործընկերը։ Ինքնական լքել եք զորամասը թե ոչ, ինչն է եղել պատճառը ձեր կողմից հրամանատարությանը չզեկուցելու եւ դուք քրեական վարույթը ավարտական ակտում հաստատվել է, որ դուք չեք լքել ինքնական թե հիվանդությունների պատճառով ենթակա չեք եղել զինվորական ծառայության։ Ինձ հոսպիտալ տարել են հենց զորամասից, ես հոսպիտալից ուրեմն Հայաստանի Հանրապետություն Երևան տեղափոխվել եմ բժշկի ցուցումով եւ բժշկական այդ ուղեկցող ճանապարհային փաստաթղթի արկայությամբ։ Պատկերն այլ էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարկության բացասական եզրակացություն ստացած 2 տեխնացուների հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 3-րդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մայիլյանի եւ փաստաբան Կարեն Բատիկյանի դեպքում։ Հարցազրույցի ընթացքում նրանց բարեվարկությունը ցածր գնահատեց նաեւ հանձնաժողովը, ինչի պատճառով չհաղթահարեցին անցողիկ շեմը։ Եթե Բատիկյանի դեպքում նրա բացասական բարեվարկությունը պետք է հուզի միայն նրա վստահորդներին, ապա արդյոք ընտրահարույց չէ Մայիլյանի ներկա աշխատանքը հակակոռուպցիոն կոմիտեում։ Մեր մոտեցումն այն է, որ բացասական եզրակացության մարդիկ հակակոռուպցիոն կոմիտեում կարող են լինել միայն առանձնակի ինչ-որ բացառության դեպքում։ Այսինքն, երբ որ այո կա բացասական եզրակացություն, բայց շատ հստակ հիմնավորում կա, թե ինչու է օրինակ մրցութային խորհուրդը ի հեճուկս բացասական բարեվարկության այդուհանդերձ նշանակել շատ հստակ եւ հանրության ներկայացվող հիմնավորում։ Թեև հանձնաժողովի մյուս անդամները եւս հնարավորություն ունեին տեխնացուների մասին նախապես տեղեկություններ հավաքել եւ ուսումնասիրություններ կատարել, այնուամենայնիվ 5 տեխնացուի մասով այդ աշխատանքը կատարել էր միայն իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Դանիել Իոնիսյանը։ Անձնական խնդիրների պատճառով նիստից բացակայում էր հանձնաժողովում քաղաքասարակության 2-րդ ներկայացուցիչ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անի Չատինյանը։ Ես կդժվարանամ ասել, թե Անի Չատինյանի մասնակցության դեպքում արդյոք վերջնական ցուցակը կունենար այն տեսքային 3 ազգանները, որոնք որ կային, թե կլիներ այլ կերպ, բայց ես պետք է ասեմ, որ այո, ցավալիորեն Չատինյանին չկարողացավ ֆիզիկապես չկարողացավ մասնակցել նիստին եւ նաեւ քանի որ հարցազրույցը տեղի էր ունենում վերջին օրը դրա համար թույլատրելի օրենքով, նաեւ հնարավոր չէր հետաձգել Ի վերջո, ով կստանձնի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը, պարզ կդառնա 10 օրվա ընթացքում։ Կառավարությունից չեն հստակեցնում ընտրության չափանիշները։ Ֆակտոր TV-ի հարցինի պատասխան լրատվականից նշեցին, որ օրենքը չի նախատեսում որևէ ցուցանիշ, որի վրա հիմնվելով կընտրվի այս կամ այն տեխնացուն։ Փաստացի 13 ժամ տևած մրցույթի վերջնարդյունքը միևնույն է որոշելու է Նիկոլ Փաշինյանը։